մենք ասում ենք, այս արժանամկարգերով, դրա մեջ նաև մտնում է նաև հոգևոր դասը։ Այսինքն, եթե հոգևոր դասի մեջ կան մարդիկ անարատներ, որոնք խախտում են այն կանոնները, որոնք չպետք է խախտեն, անխախտելի են, եւ դա դու 2008 թվին ընդունում ես, որ դա չընտրված կաթողիկոս է, եւ հանկարծ 2025 թվին համարում ես, որ կաթողիկոսին չի կարելի որևէ ձևով կաթողիկոսի վերաբերյալ որևէ այլակարծություն ունենալ, դա իհարկե չեմ կարծում, որ ճիշտ մոտեցում է, որովհետեւ չի փոխվել կաթողիկոսը։ Նույնիսկ եթե չենք նայում ինստիտուցիոնալ, որ մենք գտնում ենք, որ եւ արդարադատություն, եւ հոգեվորականություն, եւ տնտեսական բոլորը մենք նայում ենք, որ պետք է լինի հավասար մրցակցության, հավասար հնարավորությունների դաշտում եւ պետք է արդարությունը գերակայի։ Հիմա որևէ տեղ, որևէ անձի մոտ, եթե դա փոխվում է, անձի մեղավորությունն է եւ այդ անձի նկատմամբ քո վերաբերմունքը պիտի փոխես համապատասխան ձևով, որտեւ առանցքից ինքն է շեղվել, ոչ թե դու։